Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին, որը մի քանի օր առաջ հրապարակել եմ եւ հերթով մեկնաբանել այդ կետերը եւ բարձրաբանել։ Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է, եւ այդ առումով պիտի ասեմ, որ կարեւոր է, որ դա տեղի ունենա այս պահին հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոնների համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսաց դասը եւ այս հարցում ես որևէ այլ առաջարկ եւ մոտեցում չունեմ եւ ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը։